իշխանության իսկ բոլոր իրավախախտներին եք տարել թե չոր շրջանական մարդ։ Այսինքն ով է ձեր կալման մեջ իրավախախտումը կատարել էր, բոլորին տարել եք։ Այո, անվանական չի։ Այդ դեպքում Սերգեյ Ասատովը անմիջապես հաջող մարդն էր, ով Տեխանցուկեր Լևոն Քոչարյանի էր, ըստ հիմա ինքը իրավախախտում չէր կատարել, որ չեք տարել։ Կոնկրետ ես չեմ տարել։ Ոստիկանություն։ Չգիտեմ իրան հետ որ այդ բանը տարել են թե չէ, բայց չեն տարել, ասում եմ չեն տարել։ Հիմա ձեր կարծիքն է, որպես ոստիկանա, վարչաիրավական ձեռքակալման նպատակով եկած։ Հիմա եթե չեն տարել կանխավարկածն այն է, որ իրավախախտում չէր կատարել։ Եթե շղթայի մեջ արել փողոցը փակել է իրավախախտում։ Այդ դեպքում ինչի այդ շղթայից ինչի է ձերբակալվել միայն Լևոն Քոչարյանը։ Ինչի այդ շղթայի մյուս դերակատարները չեն բերվել ոստիկանություն, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։ Սա արդեն ոչ թե կարծիք, սա փաստ է ձեզ ասում։ Չեմ կարող պատասխանել։ Այն մի հատ ինձ հետաքրքիր է զուգահեռ, որ խոսում եք, ես վարչական իրավախախտումների վերաբերյալ ես գիրքն էի թերթում, այ ասեք, որ իրավախախտումն էին կատարել, հոտ թիվը չէ, զուտ բովանդակային ինչ իրավախախտում էին կատարել հավաքի մասնակիցները, որ կարիք էր առաջացել նրանց ձեռքակալել։ Առակում եմ ես հարցի դեմ պատվաստանական կրտեմբով հարցը արդեն պատասխանել։ Որն էր պատասխանը։ Պաշտպան Արիսանյանի հարցի պատասխանը։ Ես այդ հարցը չեմ պատասխանել։ Բովանդակային առումով նույնը ինչ գործունեություններ են կատարել։ Չէ, ես չեմ ասում ինչ գործողություն են կատարել, ես ասում եմ կոնկրետ ինչ իրավախախտում էր, տեսակը, օրինակ տեսակը ինչ իրավախախտում, տեսակը ինչ կատարելու։ Այն որ փողոցը երթևեկել է հացածած, փակայել է, այլ քաղաքացիների մեքենաների Քանի որ ունենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ձեզ տամ եք իրավախախտումը կգտնեք, որ օրինակ ճանապարհի երթևեկելի մասը փակելը վարչական իրավախախտում է։ Ասեցի, եթե փողոցը փակա, ուրեմն իրավախախտում է։ Քանի որ այդ քաղաքացիները չեն կարող։ Հիմա անկեղծ այսպես նոր դատարան գալուց տեսա, այս դատարանի կանգառ գնացող ճանապարհը փակեր, մեքենաները փակել էին, մարդիկ հավաքված էին։ Դա ամբողջ երթևեկելի մասը փակել, հիմա դա իրավախախտում է։ Խցանում է։ Բա հիմա այս դեպքում ոնց եք տարբերել սա խցանում էր, թե իրավախախտում։ Քանի որ ցույց են կատարում, դուրս են եկել փողոցը փակել, ես դրա շրջանակներն եմ ասում։ Հասկաց, այ գանք հիմա հենց այդ հարցին, այդ սկես դες ես հանրահավաք արտոնված չէր։ Ճշտել եք ձեզ համար, որ օրինակ քաղաքապետարանը արգելել է պես հանրահավաք անցկացնել, որովհետև ոստիկանությունը հավաքների ազատության մասին հրավորենքով իրավասու է միջամտել, որ բացառապես ոչ օրինական հանրահավաքների։ Այսինքն ունեիք դուք ձեր ձեռքի տակ տվյալ, որ քաղաքապետարանը արգելել էր հանրահավաք։ Կոնկրետ ես չեմ ունեցել։ Բա հիմա ինձ դուք եք կոնկրետ եթե այդպիսի տվյալ չունեիք, ինչի գտնում ձերբակալել։ Չեք մտածել, որ հնարավոր է կապտոնված հանրահավաք էր։ Չէ, եթե փողոցը փակա խախտում է, ասես դրա համար վարչական Այսինքն օրինական ոչ մի հանրահավաք չի լինում, հենց օրինական հանրահավաք լինում է, բայց եթե այդ օրինական շրջանակների դուրս է գալի, բնականաբար վարչական Հիմա այդ եմ ասում, իսկ ձեր արգելում են մարդկանց կամ այդ օրինական շրջանակների դաշտում ասում են սենց։ Հիմա ես այդ եմ ասում, դուք այդ տվյալը, որ այս հանրահավաքը ապօրինի է, ու անհրաժեշտ է գնալ հանրահավաք իրականացնողներին ձեռքակալել։ Որտեղից եք այդ տվյալը ստացել։ Արգելս այս տվյալ չեմ ստացել, իմ մոդիկացել են տվյալ տարած, փողոցը փակել է, օրինական պահանջը ներկայացվել է։ Այսինքն հիմա երբ որ ինչ-որ տեղ օրինական հանրահավաք լինի, մոտենալուց եք։ Ոչ, եթե օրինականը շրջանակներն է, չէ՞, դե ասում է, այսքան մարտես գործողություն են կատարել։ Հիմա այդ տվյալը ձեզ որտեղից, որ այստեղ չի եղել այդ անձանց թիվ, քանակ կամ որ երթով, օրինակ հենց այդ փողոցով պես ասում եմ, այդ տվյալին չեն գալի հայտնի շարքայի մարդին, ես մոտիկանում տվյալ տարածք կանչով, եթե նկատում եք իրավախախտում կա։ Հիմա այդքան ձեզ ով է ցուցումը տվել, որ
որ անհրաժեշտ է լինալ ընդեղ ապօրինի այդ հանրահավաքը եւ մարդկանց պետքա ձերբակալի։ Ումից եք այդ ցուցումը անձամբ դուք ստացել։ Ըստ հերթականության ղեկավարներ ունեն ցուցումը գալիս է կապով կլինի թե ոչ մոտիկան։ Հիմա ըստ հերթականության ձեր ղեկավարն ով է ձեզ ցուցում տվել։ Տվյալ բանը մեր մեքենայի մեջ չէ, ընդհանուր մոտիկացել են բոլորս են չեմ կարծում։ Տվյալ բանը բոլորն են ընդդեմ։ Հրամանը հնչում է ղեկավարներից բոլորը տեղ են եղել։ Հրաման տվողն ով է։ Ասում եմ ռադիոկապով են դեսը չի հրամանը ով է տվել ռադիոկապով փոխանցել են։ Անձամբ ձեզ ասել են ենթասպահ է, ենթասպահ։ Ոչ անձամբ չի գա, եթե ընդհանուր ծառայությանը ռադիոկապով լսում եք մոտիկանում ծանձան չկա որ ասում։ Այսինքն բոլոր կարմիր բերետները պետք է մոտենան այդտեղ անկախ գտնվելու վայրից, օրինակ դուք էիք ծառայության եք նշանակը աշխարհակապում ենք, պատասխանում եք։ Հիմա ես հասկանում եմ, չէ, պետք չի հասկանալ, հարցը լսեք։ Հիմա դուք աշտարակ եք, ռադիոկապը ասում է, բոլորդ մոտեցեք, ձերբակալություն կա։ Այդ մոտենում եք։ Ոչ, եթե աշտարակում եմ ընդդետել բան ծառայություն եմ կատարում, ոչ, այդ բան ով է տվել տարածքում է մոտիկ ծառայության մեջ է։ Իսկ Շարավիլովը որոշում, որ ես մոտիկ եմ։ Կոնկրետ Երևան քաղաքի մեջ բոլորը կարող են մոտիկան, եթե ազատ կարգախում կա։ Կարող է ես լինեմ արագի ծառայության, բայց եթե կարիք լինի կապտա, շրջիկ լինեմ մոտիկանան։ Ամփոփեմ հացեր պատասխանները։ Այսինքն չգիտեք կոնկրետ վարչական ինչ իրավախախտումներ են կատարել, չեք կարող ասել։ Ասացի չգիտեմ, ես ասացի։ Ինչ է։ Դուք ասացիք փողոց փակելը, ասացի, եթե տեղաշարժը խաթարվում է, այո, իրավախախտում։ Հիմա ես ձեզ կատարվել է, թե ոչ։ Հիմա այդ եմ ասում, բա ես էլ ասում եմ օրինակ արտոնված հանրահավաք էր, արտոնված հանրահավաքն էլ չէ խաթարում։ Մյուսների եթե արտոնված է դրան ձև կա, եթե պետք է վարչական ձերբակալում կատարել, արգելում են, դադարեցնում են, չէ ենթարկում։ Լավ, հիմա ձեր ղեկավարից օրինակ ստանում եք ցուցում, ըստ ձեր տրամաբանության, որ Լևոն Քոչարյանը ապօրինի է հիմա դատական նիստերի դալիճում, դուք չեք ֆիլտրում ստացած հրամանը, որ էսի ենթակա է կատարման, թե ենթակա չի, որ ասում են գնացեք ձերբակալեք, անվերապահորեն գնում ձերբակալում եք, թե որ լավ ինք ղեկավարից ապօրինի հրաման տվեց։ Հիմա ասում եք հրաման ստացանք, գնանք ձերբակալենք այս մարդկանց, կամ փողոցը բացենք։ Հիմա դուք ձեր համար չեք փորձել, ոստիկան եք ի վերջո վարչական մարմնի աշխատակից եք, ոնց եք արտոնված էր այդ հանրահավաքը, թե ոչ։ Ես նորել ասացի, եթե արտոնված է, դրան համապատասխան ձև կա, եթե փողոցը փակվել եւ արտոնված չի մոտիկանում են, բնականաբար արդեն Բայց ասում եք դուք չգիտեք, չէ՞, դա դուք հրաման եք ստացել։ Այդ արտոնվածը մեր չի մեր ինչ որ մեկը գալի ինձ ասում է, էսի արտոնվածը թե չէ, ես գիտեմ արտոնվածը օրինակ, եթե եկել է։ Ես մարդիկ կարող գալիս են ազատության հրապարակում անում են գնում են, բայց եթե դուրս են գալի փողոց են փակում, դա արդեն իրավախախտում է։ Նախադասված Քրեա իրավական իրավախախտում։ Հիմա ես էլ ասում եմ, չկա այդպիսի վարչական իրավախախտում, որտեղ գտնենք ձեր ասած իրավախախտում։ Պատմական դատարան կրկնվող հարցի նախքան պատասխանները։ Խնդրում եմ հանել հարցը։ Չունեմ հարցեր, պատվարժան դատարանը ըստ էության վկան խուսափում է որևէ տեսակի հարցերին պատասխանելուց, համապատասխան փուլում այս վարքագծին մենք կադրադառնանք։ Տեղադրումներից մասնավորին նշեցիք, որ չեք տեսել։ Ուշադրություն չեն դարձել։ Չեք տեսել այսինքն, ճիշտ եք ասում։ Նաև նշեցիք, որ լսել եք, որ հրաչիկին, այսինքն դուժողին, արվեցել կոնկրետ ներադրել։ Հա, ոչ է, ճիշտ եք ասում։ Ավտոմեքենան։ Մեկ վարկը։ Որ ումից եք, չեք հիշում, ով է ձեզ ասել, կամ ովքեր, չեք հիշում, իսկ ասել են որտեղ է հարվածել։ Ինչից եք ենթադրում, որ մեքենայի մեջ է հարվածել։ Քանի որ մեքենայի համցին դրան։ Այստեղ դուք հստակ չգիտեք։
Իսկ գրաչիկից փորձել եք ճշտել։ Հարաբերությունները ձեր դուժողի ինչպիսի են դուժողների։ Ծառայող Ամենօրյա շփում չկա այդպիսի։ չէ, ծառայող Փորձել եք օրից մի օր։ Մարսել։ Այդ հարվածելը նախ որ մասին է հարվածել, ինչով է հարվածել։ Չէ, չեմ ճիշտ։ Վնասված ստացել է, չի ստացել, որ պահին է հարվածել։ Չէ, չեմ ճիշտ, չեմ հարցել։ Ձեզ հետաքրքիր չէր։ Չէ, չեմ հարցել։ Չկա հարցեր։ Ես մեկ հատված եմ դու Ես էլ մեկ հատված։ Ներառումից։ շատ լավ հարվածելու հետ կապված հստակ պատասխանեցի դատանի հստակեցված հարցին։ Հիմա բացի հարվածելը այլ ձևով օրինակ բերման ենթարկելու ընթացքում ֆիզիկական ներգործություն, քաշել, հրել եւ նմանատիպ այլ բռնություն, ֆիզիկական ներգործության գործադրման հետ կապված տեղեկություններ ունեք, նաեւ ոչ հարվածի, այլ քաշելու, բրդելու, հրելու եւ նմանատիպ այլ ֆիզիկական ներգործության վերաբերյալ տեղեկատվություն ունեք, որ օրինակ բերման ենթարկելու process-ում նման բան տեղի ունեցել կամ տեղի չի ունեցել։ Չունենք։ Ես հարցեր չունեմ։ Բաց սենցելան են պատմաշանը։ Պարոն Մարուսյան, ձեր բավականին երկար ծառայության ժամանակահատված։ Հաճախ եք լսել դեպքեր ձեր ծառայակից գործընկերների ֆիզիկական բռնության ենթարկել։ Ոստիկանության ծառայություն հանդեպ են Այդ դեպքերի ժամանակ դուք չեք մտածել հետաքրքրեք, այսինքն ուզում եմ հասկանամ ձեր ծառայողների մոտ ինչպես է, օրինակ փաստաբանների դեպքում մի փաստաբանի հետ կապված հարցերի, մի փաստաբանական համայնքը արձագանքում, դիրքորոշում է։ Ոնց եմ հասկանամ դուք ոստիկանության մի ստորաբաժանում եք, ես չեմ հարցնում օրինակ ոստիկանության այլ ստորաբաժանման վերաբերյալ, հարցնում եմ ձեր ստորաբաժան, ասում եք դեպքեր եղել, չեք հարցնում են, որ ախպեր ջան, ընկեր ջան, եղբայր, ոնց եղավ, ինչ եղավ, ընդհանուր, կոնկրետ հրաչիկի հետ խաչատրան լարված են հարաբերություն։ Իրա հետ ընդհանրապես լարված չէ։ Լավ չի լարված, ընդհանրապես լարված չէ։ Չկա հարցեր։ Ոնց հասկացա այլ դեպքերին ուղղակի չանդրադարձակ, այլ դեպքերով էլ ինչ եք հարցնում, օրինակ եթե մեկ այլ ոստիկանության ծառայող լիներ, մանրում չտամ աստված հեռու պահի, բայց իմապես մեկ այլ ծառայող լիներ, էլի չէիք գնալու հարցնեիք եղբայր, ընկեր, ծառայակից գործընկեր, ինչ է եղել։ Դրա համար ասի եղել է, հետաքրքրվել եմ, եղել է, չեմ հետաքրքրվել, դրա մեջ իշո բան չկա, որ ասեմ իր այդ։ Այսինքն սենց ասեմ, դուք ձեր հիշելով այլ դեպքերով եղել ա որ հետաքրքրվեք, այս կոնկրետ Հրաչիկ Խաչատրյանի մասով չեք ուզել հետաքրքրվել։ Ոչ թե չեմ ուզել, ուղղակի չեմ հետաքրքրվել բայդրությամբ, հարվածել եւ այլն ոնց է։ Այսքան չէ։